ինձ թվում է, որ ոչ թե բանակցային գործընթացը փակուղի մեջ է մտել, այլ կարելի ասել, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը վերադարձել է իր նորմալ վիճակի եւ իր նորմալ, ասենք, տեղին, որովհետեւ նույն ձևով ոնց որ դա եղել էր միջև ապրիլյան իրադարձությունները, ապրիլյան իրադարձություններից հետո որոշ ակտիվացում նաև այդ դեպքերի հետ կապված մենք նկատեցինք, բայց այս պահին կարծում եմ եւ կողմերը եւ միջազգային հանրությունը վերադառնում են այն բնական ճակերտներում, եթե կարելի ասել, վիճակին, երբ որ մենք ունենք իրարամերժ մոտեցումներ բոլոր հակամարտող երեք կողմերի եւ նաեւ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ նաև կան հակասություններ եւ դիրքորոշումների, միգուցե տակտիկական մագարտակով դիրքորոշումների, ասենք, հակասություններ նաև Մինսկի խմբի համանախագահների միջև։ Մենք վերադառնում ենք նույն այն իրավիճակին, երբ որ հնարավոր ինչ-որ ռազմական էսկալացիա լինի, դա ապրիլյան իրադարձությունների մակարդակով կամ ավելի նվազ ինչ-որ մասշտաբների կամ նույնիսկ մի քիչ ավելի, դա մնում է եւ շարունակելու է մնալ, ասենք, որպես քաղաքական հեռանկարներից մեկը, բայց դրա հետ մեկտեղ ես կարծում եմ եւ ապրիլյան իրադարձությունները նաեւ նույնպես այդ տեսանկյունից կարծում եմ նույնպես դա ցույց տվեցին, որ դժվար թե ադրբեջանական կողմը գնա լայնամասշտաբ իրական ռազմական գործողությունների այն, ասենք, մասշտաբով, որը որ տեսականորեն նույնիսկ կարա, ասենք, հնարավորություն տա Ադրբեջանին հաջողության դեպքում գրավել ամբողջ Լեռնային Ղարաբաղը, որովհետև նաև Ադրբեջանում էլ կարծում եմ շատ լավ հասկանում են եւ ռազմական, եւ տեխնիկական, եւ քաղաքական, ասենք, բոլոր դժվարությունները, այլ չեմ ասում հնարավոր ահռելի մարդկային եւ նյութական կորուստների մասին, բայց օգտագործել հնարավոր, ասենք, իրադարձություններում այդ ռազմական էսկալացիայի հավանականությունը որպես քաղաքական լծակ Ադրբեջանը միգուցե բավականին, ասենք, տեսանելի ապագայում նույնպես կարա դրան գնալ, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ բան կախված կլինի հետագա զարգացումներին եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ եւ բնականաբար Ռուսաստան արևմուտք հակասությունների, ասենք, հետագա զարգացումները, սառեցումը կամ ուժեղացումը նույնպես դրան կարան անդրադառնան, բայց նաև մենք պիտի հասկանանք, որ մոտակա, ասենք, կարճաժամկետ մի քանի շաբաթներ ընթացքում բոլոր գերտերությունները ավելի շատ զբաղված են լինելու այլ հարցերով, սիրիական ճգնաժամ, Միացյալ Նահանգներում նախընտրական ինտրիգա, Ռուսաստանում Գոսդումայի ընտրություններ, նոր ինչ-որ քաղաքական գործընթացներ եւ այլն։ Ադրբեջանում նույնպես մենք գիտենք, որ 26 սեպտեմբերի տեղի ունենալու հերթական, ասենք, համանդրական ռեֆերենդումը, որից հետո կարծում եմ միգուցե արդեն աշնան, ասենք, կեսերին մենք կտեսնենք ավելի հստակ, թե որ հունով են գնալու ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործընթացները Արցախյան հակամարտության շուրջ։ Արդյոք մենք կունենանք նոր էսկալացիայի հավանականություն, թե այդպես կոչված նոր ստատուս կվոն, որը նաեւ կշարունակվի բանակցությունների մակարդակով, այդ իրավիճակը կպահպանվի։ Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէր եւ առաջերտին հենց բանակցող կողմերին եւ բանակցություններին աջակցող Մինսկի խմբի համանախագահներին, որ այդպես կոչված մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը իմաստ ունի միայն որպես այդպես կոչված ստատուս կվոյի պահպանման մի, ասենք, գործիք, որովհետեւ ունենալ սեղանի մի փաստաթուղթ, որի դրույթները չեն բավարարում ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերին, դա իմաստ ուներ միայն եթե խոսքը գնում էր այդ բանակցային գործընթացի շարունակությունը ապավելու առումով, բայց մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը գործում էր այն ստատուս կվոյի, ասենք, շրջանակներում, որը որ կար մինչև ապրիլյան իրադարձությունները։ Ապրիլյան իրադարձությունից հետո մենք ունենք նոր ստատուս կվոն, միգուցե մի քիչ ավելի փխրուն, միգուցե մի քիչ ավելի ոչ կայուն, քան դա եղել էր մինչև ապրիլ, բայց համենայն դեպս ինչ որ նոր քաղաքական իրավիճակ ձևավորվում է։ Հետևաբար, այո, մադրիդյան սկզբունքների որոշ, ասենք, վերաձևակերպումը
գոնե այդ նոր ստատուս կվոյի քաղաքական իրավիճակին համապատասխանելու առումով կարծում եմ կարևոր է։ Եթե Մինսկի խումբը ուզում է նոր քաղաքական իրավիճակում բանակցային գործընթացի շարունակություն ապահովել, ապա նաև որոշ չափով պիտի ի համապատասխանն, ասենք, նոր իրավիճակին այդ տրամաբանությունը մադրիդյան սկզբունքների ձևափոխվի։ Եթե իսկ իրականում, որը որ այդքան էլ հավանական չի, ասենք Մինսկի խմբի համանախագահները ուզում են ինչ-որ նոր թափ մտցնել բանակցային գործընթացին, իրական ինչ-որ քաղաքական համաձայնություններին դուրս բերել կողմերին, ապա ոչ թե այս անգամ ոչ թե ինչ-որ կորեկտիրովկայի են արժանի մադրիդյան սկզբունքները, այլ կարևորը անհրաժեշտություն կլինի բավականին լուրջ փոփոխություններ բերել այդ տրամաբանության մեջ, որը որ նույնպես տեսականորեն ես չեմ կարծում, որ այս պահին իսկապես ընդհանրապես ռեալ է։ Ինչու չկա առաջխաղացում բուն բանակցային գործընթացում, որովհետև Փարիզում կողմերը պիտի խոսեն ավելի հստակ երկու ոլորտների մասին, կամ շփման գծում վստահության մեխանիզմների հետագա ամրացման եւ ուժեղացման առումով, որն Ադրբեջանը դեմ է եւ մենք տեսնում ենք, որ այո, որոշ քայլեր արվել են, բայց ոչ այնքան, որ բավարար են նույնիսկ մինիմալ սպասումները հայկական կողմերին, հետեւաբար այս թեմայի շուրջ Իլխամ Ալիևը դժվար թե ինչ-որ մի բան կարա առաջարկի կամ խոսի, իսկ քանի որ չկա այդ թեման, նաև պրոբլեմա ստեղծվում այլ հարթությանը, այն է զուտ բանակցային գործընթացի եւ քաղաքական պայմանավորությունների վրա դուրս գալու, ասենք, տրեկի բլոկի առումով, որտեղ որ նաև Հայաստանը դժվար թե ինչ-որ քաղաքական համաձայնության կամ քաղաքական առաջի քայլեր անի, մինչդեռ Ադրբեջանը մի կողմից պատրաստ չի որևէ ձևով լուրջ խոսել վստահության մեխանիզմների մասին, եւ մյուս կողմից նաև բոլոր ձևերով փորձում է մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից հանել ամենակարևոր կետը, որը որ հետաքրքրություն ունի հայկական կողմերի համար, կարգավիճակի եւ կարգավիճակի, ասենք, ձևավորման այդ մեխանիզմի շուրջ, հետեւաբար Փարիզյան հանդիպումը այդ իսկ պատճառով հետաձգվում է, որովհետև իրականում կողմերին դժվար թե կարելի է կարան ինչ-որ լուրջ բան իրար առաջարկեն կամ խոսեն։